91 թվի, եսին որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի, եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, ախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես այդ ամեն ինչը։ Հակ, ներողություն եմ խնդրում, կգտնեք այդ ամեն ինչը, ու այդ աճպարարության մասին խոսալուց նաև ուզում եմ մեր գործընկերներին հիշեմ, այդ որ ասում եք աճպարարություն, բառ փոխել, պարոն Արտուր Խաչատրյանը ստեղից ասում էր, ամիսներ առաջ ասում էր, ԱՄՆ նախագահը չի հանդիպել, չի տեսել, նույնիսկ չի ճանաչում, չեն կանչել, այսօր եկել ասում է, այո, ԱՄՆ նախագահի հետ վարչապետի հանդիպման կամ իսկ մեր ժամանակ բանը հանդիպել էր եւ այլ, տեղից մի խոսացեք։ Մեր ժամանակ հիմա ասում է, չեն ստորագրել 3 հոգի չեն ստորագրել, 2 հոգի են ստորագրել, ժողովուրդ այդ աճպարարությունը թարգեք, ասում է, մեկ անգամ, պարոն Մինասյանը ասում է, ինչ ասեց, ասում է, մի անգամյա ցորենի ակցիա է այդ Ալիևը անձամբ ձեզ է ասել, այն ինչ որ ես լսել եմ հետևյալը, ուղիղ խոսքով, որ ես ասել եմ, որ այս երկրի նախագահին խնդրել եմ, որ այլևս այդ բանը չկա եւ առաջինը անցել է Ես, եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կիսվեք, հերիքա, փոխեք, այսօրվա ամբողջ բանաձևի, խոսակցության, բովանդակության խնդիրը կանում է նրա մեջ, որ դուք ոչ մի լավ բան, ոչ տեսնում եք, ոչ արձանագրում եք, բայց դա մեզ կարևոր չի, որովհետև մենք դրանով չէ, որ ընտրվելու ենք, դուք ձեր արած հայտարարության տակ եք մնում, դուք հետագայում չեք կարողանալու գաք ասեք, վայ, բա ես եղավ, վայ, բա ես փոխվեց Եվ այլը, այս ձեր խնդիրն է, այս ձեր մեծագույն խնդիրն է, եկեք ասեք լավ բան է եղել, եկեք ասեք հա այս ինչ բանը ստացվեց, տենց բազմաթիվ օրինակներ կան, սահմանազատման, սահմանագծման բանը չի ստորագրվեց, պատերազմա, Քրիստինեն Վարդանյան գոռում էր, պատերազմա, ստեղ կանգնած գոռում էիք, պատերազմա, ես ընդից ասում եմ, ինչ ա եղել, խես ասում, ինչ որ ինֆորմացիոն, իդեպ Ղարաբաղի դրոշը դզեք, տենց ուղղակի բանով չի պետք է հոգ տանել այն բանի համար, որի համար պայքարում ես, շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ես որ սկսում եք ելույթ ունենալ, մի հատ տենց ոչ ունեք, ինձ Միմինո ֆիլմն է հիշացնում, այն որ այսօր եկաք ասեք, գնացեք այս փողոցով անցեք եւ կտեսնեք այս փողոցում դրված անվանի այս մարդու, այն Միմինոյի մի հատ տեսարան կա, որ դատարանում դատի ժամանակ այն տուժած կողմը գալիս ասում է, դե ասում է, ես ամեն անգամ անցնում եմ Բագրատյոնի մետրոյի կողքով եւ աչքերս արցունք են լցվում։ Հիմա նույնպես նայում եմ Ամբաստանյալների աթոռին եւ աչքերս կրկին արցունք է լցվում։ Այդ, հա? Հա, արդեն ամոթից, այդ ոճը, այդ հնացած, այդ էմոցիա, ես չեմ լսում ինչ եք ասում անկեղծ ասած, ես կիսվում եմ իմ էմոցիաներով, դուք ձեր էմոցիաներով եք կիսվում, ես ձեր հետ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Իսկ ես ուզում եմ մի լավ բան ասեմ ձեզ, լավ դուք հա լավ բան արեցի ուրախ եմ որ գոնե մի լավ բան դուք էլ արձանագրեցիք ես ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին հարգելի падգամավորներ ես գործի բերումով այնց հաստատվում որ բոլորի ելույթները տենց ուշով լսում եմ դուք ձեր մի մասը դուրս է գալիս ինչ-որ գործով եւ այլ ես լսում եմ եւ պետք է ասեմ որ ես հպարտանում եմ մեր խմբակցությունով մենք ծանրակշիռ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել, դրանց ասեմ քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Ու ես վստահ եմ, որ այս կողմում հաջորդ ընտրություններին էլ թեկուզ հայտնված քաղաքական գործիչները հələ երկար ճանապարհ պետք է անցնեն, որ ժողովրդից մենք պարտավորություն ենք ստանձնել։ Խաչ ենք վերսել, տանում ենք, առաքելություն ունենք, չէ, դաշնակցականներ, այո, որ չեն գալիս դաշնակցականները այդպես բաներ խոսում, որ չեն գալիս, մի հատ ձեր անցած պատմությունը նայեք, էլի, մի հատ ձեր արածները նայեք, եկել են Արծվիկ Մինասյանը եկել այստեղ ասում է, գժվելու բան է, եկել ասում է, եկեղեցին, որը կանգնած է քաղաքական process-ի ակունքներում, ցնդվելու բան է,
Եկեղեցին ո՞նց պետք է կանգնացնի քաղաքական process-ների ակունքներում։ Գնացեք կուսակցություն գրանցեք, դոգի կուսակցությունը կա, թող մի հատ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք հաջորդ ընտրություններին։ Աստված մի արածց է, հանկարծ չմտածեք, որ ես որևիցե բան ունեմ մեր հավատքի, մեր առաքելական եկեղեցու դեմ, ոչ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ հայ առաքելական եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, աստծոհավատ մարդկանցով, բայց այն ինչ որ դուք անում եք, հա գնում եք մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ հանգարցակի այդ մոմի այսքանը մնա, որ հալածնեն նորից մոմ սարքեն, վաճառեն։ Տնտեսական հիմնար կա դարել։ Տնտեսական հիմնար կա, մեծ գերշահույթ հետապնդող բան, գիտեք մոմի շահույթը ինչքան է, ասենք 100-ապատիկ շահույթով։ Եկել են մենք հիմա լավ էլի, մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էշի տեղ մի դրեք, էլի։ Մարդիկ այնքան խելացի, ամեն ինչից տեղյակ են։ Հույզերի վրա էլ խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք, այնց հույզ չկա, ատելության Գեգամ ջան, Նազարյան ջան, ես մեծագույն հարգանք ունեմ քո առաջ, անկեղծ, որպես մարդ քեզ շատ եմ հարգում, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսել եք, Գեգամ Մանուկյան վերջի հայոյանքներն է գրում, Իշխանը Սաղաթելյան վերջի հայոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրողա ծեծում, գիտես ես չեմ ուզում լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ նույնիսկ, չի կարելի տենց բան անել, դա արգելված է, դա մշակույթ է, դա բարքեր է, որոնք անցյալում են, չի կարելի մարդ ծեծել, չի կարելի մարդկանց գործից ազատել իրանց բաների պատճառով, գնա մի հատ իրանց ասա այդ ամեն ինչը, իրանք այդ բարքերով եղել են ու այդ բարքերով մնացել են, կամ Արծվիկ Մինասյան ասում է հող եք հանձնում, հիմա արի մի ասա, եկել գնացել այդ տարածքների հետ կապված սկզբից մցրել եք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բանի մեջ, հետո դուք դաշնակցականներով գնացեք քվեարկել հանել եք, քվեարկությունները կա, եկել են դոշ են ծեծում, ով է Հայաստանի Հանրապետության տարածքից հող հանձնում, ով, դուք եք հանձնում, որևիցե, որ հանձնեինք այսքան կռիվ չէր ելնի, էլի, որ հանձներ այսքանի մեջով չէինք անցնի, էլի, կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզի վրա ամրապնդել որպես անկախ պետություն, ասում եմ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այո, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապված, որտեղ որ դու ասում ես, էս է եղբայր քոնը, ավելի բան չունենաս, ավելի հույսեր չունենաս, էս է քոնը, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը, ասում ես, էս քոնն է, էս իմն է, երբ որ մենք Տավուշում սահմանազատում ենք անում, ասում ենք, էս քոնն է, որտեղ դաշնակցությունն էլ է քվեարկել դրա համար Սերժենք էլ են քվեարկել դրա համար, ասում ենք, էս քոնն է, բոլորը գիտեն, դա ապրող գյուղացին է գիտի, որ էնի քոնն է, էսի իմն է, այո,